նոր անկասկած նոր երկով լծված մեզ համար մի արկած Ամեն անգամ մի նոր փորձություն է որ բարդ է ու անսովոր Բայց ուժն է կերության մեջ միասնության միշտ գտնում է լուծում Ու կյանքը մեզ համար տես անադարնեց տոն է դառնում Մենք տարբեր ենք շատ տարբեր ենք բայց մենք լավ ընկերներ ենք սրտաբաց Մեր նպատակախումբը ռումբ է ու լավ տրամադրությամբ է այն պայթելու Մենք տարբեր ենք շատ տարբեր ենք բայց մեկ է աշխարհին նայում ենք բաց Մեր նպատակախումբը ռումբ է բայց այն պայթում է մեր երկերով միշտ Մենք տարբեր ենք շատ տարբեր ենք բայց մենք լավ ընկերներ ենք սրտաբաց Մեր նպատակախումբը ռումբ է ու լավ տրամադրությամբ է այն պայթելու Մենք տարբեր ենք շատ տարբեր ենք բայց մեկ է աշխարհին նայում ենք բաց Մեր նպատակախումբը ռումբ է բայց այն պայթում է մեր երկերով միշտ Մենք տարբեր ենք շատ տարբեր ենք բայց մենք լավ ընկերներ ենք սրտաբաց Մեր նպատակախումբը ռումբ է ու լավ տրամադրությամբ է այն պայթելու Նվագախմբի երեխաներ Վազգենչիկ ջան, ես ինչ եղի, բալիս։ Մատներս ցավում են Ոնց, դու վախապ եմ մատներիդ, ես դրա հերն եմ անից է, ինչ եղի, Վազգենչիկ ջան։ Տնօրենը քանոնով խփել է մատերիս Տնօրեն ասեցիր։ Այ դրանից է որ չարությունը սարը երևի, հա։ Բայց գոնե սովորական քանոնով խփել ոչ թե երաժշտական Թե երևի մեծ չարությունը սարը Վազգենչիկ ջան, չէ երևի, որ դրա համար մեծ կանոնով է խփել։ Ներստության ջան, կանչել ես, ինչ ա եղել։ Հա, երեխեք է ցավը տանում, դե տենց հասկացա, ուրեմն այնք ինչ եք անում։ Այս խալի մալին տանում ենք մոյկա, այն պեդիկատոր ուղարկում ենք պահեստ, այս թղթերն չոր թղթի կտորները գցենք վառում թույթա։ Այդ դրանից հետո քեզ տանում ենք պահեստ, լվանում ենք ու վառում ենք։ Այս տարի Սայեդնովայի Հոբելյանն է։ Եվ այսօր փորձերից հետո մեր դպրոցում միջոցառում կա նվիրված բանաստեղծ Աշուղի 305-ամյակին։ Իսկ սրանք նրա նամակներն են ուղղված Աննային։ Ոնց թե նամակները ուղղված Աննային Եվ երաժշտական գործիքը։ Պիտի տեսնես ինչ միտք ունի, ինչ բովանդակություն, ինչ ռոմանտիկա։ Այսպիսին է լինում իսկական սերը։ Բան չեմ հասկանում Իսկ այս սրանով նա կատարել է իր լավագույն ստեղծագործությունը եւ նվիրել Աննային։ Շատ լավ նանգեր Ներսիսյան, մաքուր դու բանայեք։ Դրանք լեգենդներ են։ Եվ սրանք լեգենդար գործիքներ են Մխիթարյան, որը ես հանձնում եմ քեզ։ Եվ եթե սրանց մի բան պատահի, ավաստիացնում եմ գլուխդ վրա չի մնա։ Եվ ինչպես կասեին միջին վիճակագրական մանչեսթերցիները Մխիթարյան, հուսախապ չանես։ Ներսիսյան, դու ինձ լավ գիտես։ Հենց այդ պատճառով էլ միևնույն նվագարանը կամ դրա տարատեսակը մենք հանդիպում ենք տարբեր ժողովուրդների մոտ։ Ով կարող է ասել նվագարանների ինչ հիմնական տեսակներ կան։ Անի։ Կա նվագարանների 3 հիմնական Սեփական ականջներով եմ լսել բալ, ամեն ինչ որոշված է Խմբի են բաժանվում։ Դասամիջոցին մի բան կմտածենք։ Մտածելու բան չկա Հենց այսօր մոտեցի ու ասա ամեն ինչ Աննային Տիգրան, դու այսօր չես ուզում ինչ-որ բան ասել։ Ընկեր Ներսիսյան, ես մի տարի ասում եմ, ասա չի ասում։ Լարայինները բաժանվում են կսմիթավորների ու աղեղնավորների։ Լավ, իսկ ինչ օրինակներ կան։ Ինչն է որոշված։ Աննայի ճակատագիրը ու այս դեպքում անուղակի ձևով նաև քո ճակատագիրը Ընկեր Ներսիսյանն էլ ոչ միայն դեմ չի, այլ նաև նենց է ոգևորված, ոնց որ իրան են գրել այդ նամակները։ Կարող եմ մի բան խառնել ես։ Չէ, չեմ խառնել։ Այսօր այսքանը, մյուս դասի համար։
Կարդում եք, թե հայ գուսարներից ով ինչ գործիք է նվագել։ Ազատեք։ Այսինքն ինչ, ստացվում է, որ հայտնվել է ինչ-որ մեկը ու Աննային նվերներ է անում, ու այն էլ Աննայի մայրիկի թույլտվությամբ։ Հենց այդ էլ ստացվում է։ Ջան, աչքիս էսա հարսանիք ա լինելու։ Հարսանիք է լինելու, քեվին քեվ չենք ասելու։ Չէ, ստամեգի դեմքին նայելով այդքան էլ ուրախ տրամադրություն չի։ Տիկ շատ մի տխրի, որովհետև ՀՀ սահմանադրությամբ ամուսնությունը թույլատրվում է 18 տարեկանը լրացած անձանց։ Նենց որ հլը մի 3-ից 4 տարի ունես, կարաս սպասես, բաներ չձեռնարկես։ Լավ, ես մի բան կանեմ։ Քո մոտ մի բանն է լավ ստացվում, որ ասում ես լավ, ես մի բան կանեմ։ Չէ, ես որոշել եմ։ Ես իմ ասելիքը Աննային նամակով կգրեմ ու կտամ, իսկ այդ նվերը Աննան կյանքում էլ չի տեսնի։ Որից հետո Աննայի մայրիկը համատեղության կարգով նաև մեր դպրոցի տնօրենը անենց կանի, որ մենք էլ քեզ չենք տեսնի։ Ես էլ ասելիքս դասերից հետո կանեմ, որ տնօրենն արդեն գնացած լինի։ Սկզբի համար ավելի լավ է դու Աննային նամակ գրի, իսկ նվերի հարցով ես մասնագետներ ունեմ։ Երեխեք, բա գիտեք, որ հրապարակի շատրվանները ֆանոգրամայի տակ են երգում։ Լուրջ, այդ ոնց իմացար։ Չեք հավատում, լուրջ եմ ասում։ Իմ աչքով եմ տեսել մի հատ տղա, վերցրեց դիսկը, դրեց ու իրանք սկսեցին երգել։ Մանե, դա նորմալ է։ Ավելի լավ է մտածես, թե ոնց են երգելու գալահամերգին։ Թողնենք աղջիկները տապակվեն իրենց յուղով եւ տեսնենք, թե ինչ է տապակում տիկին Լալան։ Ալջան, ասում եմ, կսպասես չէ օրվա վերջը։ Ինչ ես հարցնում։ Դե տենց ոնց ասեմ, անակնկալ ունեմ քո համար։ Ինչ անակնկալ։ Որ ասեմ 305 տարեկան քամաջայով քո համար սերենադ եմ նվագելու կհավատաս։ Արդեն վարված յուղի հոտ է գալիս։ Լավ էլի, լալա, ես լուրջ եմ ասում։ Ես էլ եմ լուրջ ասում, կոտլետս վարվեց։ Կոտլետդ վարվեց։ Նամակ, նամակ էլ կստանաս, խաբարել կստանաս ամբուր։ Բոնջ, իսկ դու կարդացել ես Չապլինի նամակ աղջկան։ Ես ուրիշի նամակները չեմ կարդում։ Լոգինը ասեք գաղտնաբառը կոտրեմ կարդեմ։ Վերջ։ Երևի այսքան է։ Մի հատ կտաս տուգեմ։ Բանոր ասում է, որ դու ուրիշների նամակները չես կարդում։ Հալավ չէի ուտելու։ Մենք երկու հատ լուր ունենք։ Էս ինչա վիճակները։ Առաջինը, մեր դպրոցի տարածքում նավթի հանքեր չկան։ Եվ երկրորդ, բայց մեր դպրոցի տակում մետրոյ է։ Ստոպ։ Ուշադիր լսեք։ Սա Աննայի նամակն է։ Տարեք ու փոխանցեք նրան։ Իսկ շոկոլադ։ Լավ, հասկացա։ Այդ խա ինչ եք անում դե։ Հələ բարձացեք վերև, շուտ արեք։ Ինչ եք անում ստե։ Գախի հանձնարարություն։ Այդ ալութով են ձեզ այդ ինչ եք անում ստեղ։ Նամակ ենք տանում։ Ինչ նամակ։ Աննայի նամակը։ Այդ տղա, ես ձեր չեմ ասել ես կողմի չորևակ։ Ոչ մի բանի ձեր չտակ։ Դու ստելա։ Օրեք ստեղից։ Շուտ արեք իա։ Եթե վիճի իմանա, որ մենք նամակը տեղ չենք հասցրել, հաստատ ձերքես չենք պրծանի։ Ճիշտ ես ասում, եթե։ Այսինքն, ինչին չենք ասում, որ նամակը չենք ասել Աննային։ Սուտ կա 1000 ճիշտ աշի։ 1, 2, 3, 4 Հեյ ճամփեք ոլոր մալոր եւ արևան Ես կտամ կյանքնի բոլոր ձեր սիրո համար Աննան որ գա հարցրու նամակդ կարդացել է թե չէ Ձեզ էլ բյուր բարև Ախոքն է գտնեմ յարիս իմ պայծառ արև Սիրտն իմ քո ճամփին երկն ուրախ թող միշտ հնչի Թող դառնա Վերջին կարծիքով լավ է։
Հենց նոր ավարտվեց իմ մենահամերգը եւ ես շտապում եմ գրիմարան։ Իսկ սրանք իմ երկրպագուներն են։ Տղաներ, ես ձեզ անսահման սիրում եմ։ Յուքոմիցանցի ներսում րոպեների պես անսահման, բայց ստորագրությունները հետո։ Հիմա ես շտապում եմ։ Ան, մի րոպե կսպասես։ Ասա Տիգրան։ Կարդացիր։ Հա, կարդացի։ Ու ինչ։ Ես այդ ամեն ինչը շուտվանից գիտեի Տիգրան, հետաքրքիր չէր։ Հա, մամ։ Լավ, եկամ։ Երեխեք մաման կանչել է իր մոտ, պետք է գնամ։ Այդ ինչ պիտի կարդայր, որ Տիկոն հարցնում էր։ Եսի, երևի այսօրվա դասը։ Նամակս կարդացել է, իրա հեչ պետքն էլ չի։ Հիմա էլ գնում է Ներսիսյանի մոտ, որ հայտնի նվերների մասին։ Նենց որ անցնում ենք պլան B-ին։ Հաստատ։ Հաստատ։ Լալջան, այ հիմա ժամանակն է։ Արդեն ուշ է, առարանն անջատել եմ։ Լալը չկա, ես ուտելու մասին չեմ ասում։ Ես խոստացած անակնկալի մասին եմ ասում։ Իսկ չի լինի վաղը։ Լալ, դու հասկանում ես, ինձ շանս 305 տարի մեկ է լինի։ Էդ ինչ շանս է։ Արի գնանք կտեսնես, ավելի ճիշտ կլսես։ Համ կտեսնես, համ կլսես։ Գնացինք Լալջան։ Քո համար 305 տարեկան քամաչայով ինչ ստեղծագործություն է նվագել։ Այդքան մեծ է։ Չէ, փոքր բանա կտեսնես։ Որը քամանչան։ Մխիթարյան։ Ընկեր Մխիթարյանը իր ողջ կարիերայի ընթացքում այդքան չէր մտածել Սայաթ Նովայի մասին, որքան այս գիշեր կմտածի։ Չէ՞ որ նա պետք է պատասխան տա տնօրենին, թե ուր է անհետացել քամանչան։ Ուրա։ Ով արեց ձեզանից, հա՞։ Չէ կամանչում, որ իմացել եմ, Այդ ձեր նվագած գործիկով լարելու եմ։ Ուրա, հələ մնա 10 տնա։ Ինչ ա եղել ընկեր Մխիթարյան։ Ոնց ինչ ա եղել։ Այ տղա քամանչեն, լեգենդար Սայաթ Նովայի քամանչեն ուրա։ Ձեզանից արած մեկի գործն է։ Մենակ չասեք չէ։ Այ բարբարոսն է։ Ես չգիտեմ ով է արել, բայց կճշտեմ եւ ձեզ կհայտնեմ, քանի որ նա ոտնձգություն արել նման պատնամշակություն։ Լսի, ոչ բանալ ու ճշտես։ Իո։ Նույն ես չեմ կարող ճշտել։ Լսում լսեք։ 15 րոպեից քամանչեն իր տեղում չեղավ, ստե կհայտնվեն մի խումբ փրկարարներ։ Ու իրանք էլ չեն կարած ձեզ փրկեն իմ ձեռից։ Հասկացա՞ք։ Դարակացեք իա։ Ես ինչ չեմ հասկանում։ Սայաթ Նովայի քամանչան։ Սայաթ Նովայի քամանչան։ Գոնե ուղիղ եթերը տանջատի, որ ամբողջ դպրոցը չիմանա մեր կոմբինատորի պլան B-ի մասին։ Հումորներից ժամանակը չի։ Հիմա ավելի կարևոր է նենց անենք, որ ընկեր Ներսիսյանը ոչինչ չիմանա։ Իսկ իմ համար կարևորն էր, որ դու գոնե նամակ գրեցիր։ Մենք չեպե ունենք։ Ինչ ունենք։ Կարևոր չի։ Ուշադիր լսեք, թե ինչ եք անում։ Գնում եք արագ ու աննկատ, քամանչան վերադարձնում եք իր տեղը։ Ինչ։ Ոչ մի բան, գնում ենք քամանչայի հետևից։ Ջոկատ, մեզ հիմա պլանն է պետք, որով օբյեկտը կվերադարձնենք նախնապանդրության։ Այլապես մեզ պետք կլինի տարանման պլան։ Բայց մենք որտեղից գտնենք քամանչան, եթե այն արդեն։ Ստոպ, ես մի հատ լավ միտք ունեմ։
Ինչպես արդեն ասել եմ ձեզ, սա այն գործիքն է, որով ստեղծագործել է Սայաթ Նովան։ Նրա ստեղծագործությունների մեծ մասը ուղղված է եղել իր սիրելիին Աննային, բայց բացի ստեղծագործությունները շատ հետաքրքիր են նրա նամակները ուղղված Աննային, որոնցից մեկը ես ուզում եմ հիմա ձեզ համար ընթերցել։ Բարև, այնքան ուրախ եմ, որ իմ գրածը կարդում են աշխարհի ամենագեղեցիկ աչքերը։ Աննա, սիրելիս, հետաքրքիր է, որ ժամանակակից մշակում է։ Աննա, սիրելիս, վաղուց է, որ ուզում եմ սիրտս բանալ քո առաջ, բայց ինձ միշտ խանգարում են քո չքնաղ աչքերի փայլը, քո արևից էլ պայծառ ժպիտը։ Տեսնում եք, Սայաթ Նովան ինչպես է ստեղծագործել, նա ուղղակի Facebook-ում չի դրել ինչ-որ ժպիտներ։ Ես սիրում եմ քեզ, դու սիրում ես ինձ։ Տեսնում եք, սա դարերի խորքից եկող ուղղակի նամակ է, դու կարող եք նման կերպ իդեպ փորձել միմյանց նամակներ գրել, եթե սիրահարվեք։ Ու վերջապես եկավ այդ օրը, իմ սերն ինձ համարձակություն տվեց, որ կարողանամ ասել այս խոսքերը, ես սիրում եմ քեզ, Աննա։ Ինչ ուզիչ խոսքեր են, ոնց կուզեի, որ ինձ ասած լինեին։ Այդ հաստատ կամ Ջեյսոն Ստեթհեմն է ասել, կամ Պաոլո Կոելյոն։ Սպասի, սա նայեմ ասեմ։ Իսկ վերջում մի բան կխնդրեմ, նամակս անպատասխան չթողնես։ Կապ չունի ինչպես, կապ չունի որ ժամին, կլինեմ քնած թե արթուն, օնլայն թե օֆլայն։ Միայն թե գրիր։ Մի տեսակ շատ ժամանակակից մշակում էր։ Բրավո, բիս։ Կամ ես եմ Սայաթ Նովային դատի տալիս հեղինակային իրավունքները խախտելու համար, կամ այն եռյակը ինձ իրենց ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար։ Ուղիղ, զգաստ, թողնել, ես ձեզ չէի ասել կամանջոյն կգտնեք, կբերեք դնեք տեղը, հա? Բերել էինք ընկեր Մխիթարյան։ Բա ձեր կածիկով հիմա ինչ եք թափահարում։ Այն տղա ուր է իսկական կամանջոյն, ինչ է նշանակում մադը ինչինա։ Ինչպես ասում է շամպայնի խցանը, թռան։